Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում 25 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում ստորագրված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին հուշագրի վավերացման հարցը։ Հարցը առնչվում է երկու խումբ անձանց, առաջինը ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող քաղաքացիների մասով, այս պարագայում քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում թեթև մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ տրված վարորդական վկայականներով իրենց օրինական գտնվելու ժամկետով փոխադարձաբար ճանաչվում են նրանց վարորդական վկայականները եւ նրանք կարող են ազատ կերպով վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, մեր քաղաքացիների պարագայում օրինական գտնվելու ժամկետով Միացյալ Արաբական Էմիրություններում B կարգի եւ D1 կարգի ենթակարգերի վարորդական վկայականներով նրանք կարող են ազատ երթևեկել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հիշեցնեմ, որ B կարգը եւս թեթև մարդատար ուրեմն ավտոմոբիլներն են, իսկ D1 կարգը ուրեմն փոքր ավտոբուսը մինչեւ 16 տեղանոց տրանսպորտային միջոց է։ Միակ պայմանը այն է, որ վարորդական վկայականները պետք է վարորդական վկայականների տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրության տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքին, այն է 18 տարեկանը, D1-ի պարագայում 21 տարեկանը։ Բնակության նպատակով, այսինքն կացության կարգավիճակի ձեռքբերման հիմքով, եթե անձինք գտնվում են մեկը մյուսի տարածքում, ապա կարող են դիմել եւ վարորդական վկայական ստանալ ազատված լինելով տեսական եւ գործնական քննություններից, եւս պետք է բավարարեն մի շարք վավերապայմանների, այդ թվում ունենան վավեր կացության կարգավիճակ, վավեր վարորդական վկայական, ինչպես նաև պետք է բավարարեն տվյալ ենթակարգի համար սահմանվող նվազագույն պահանջներին։ Այլ ենթակարգերի եւ կարգերի պարագայում անձիկ պետք է հանձնեն տեսական եւ գործնական քննություններ։ Այսքանը, շնորհակալություն։